հակասահմանադրական բոլոր քայլերին ինքը գնալու է։ Ինչ ենք անելու մենք, կամ պիտի հաշտվենք դիլայեթացման այս process-ին շատ արագ եւ գրկապած պատրաստենք ընդունենք արևմտյան Ադրբեջանի 300,000 անձանց, ովքեր գալու են եւ մենք չենք կարող նրանց ոչինչ ասել, որովհետեւ նրանց անվտանգության երաշխավորը լինելու է փոքրիկ բռնապետիկ Նիկոլիկը, կամ մենք արտագաղթենք։ Կա երկրորդ տարբերակը, ընտրենք արժանապատվությունը, հասնենք նրան, որ մեր անձնական նախասիրություններն ու ամբիցիաները մի կողմ թողնենք, նկատի ունեմ քաղաքական գործիչներին բնականաբար, հասկանանք, որ Նիկոլը ալիքներով այսպես բոլորիս կտանի բանտեր, մենք չգիտենք հաջորդ ալիքը ում կհասնի։ Հերթական ալիքը գուցե մեզ համար է պահած, մենք չգիտենք, որտեղ պետք չի կոնկրետ հանցանք, Նիկոլին պետք է կոնկրետ անձինք։ Ինքը կգտնի ինչ-որ բան, այո։ Ես այդ վստահությունը ունեմ, եթե իրեն պետք է այդ անձանց, հանցանք պետք չէ։ Պետք չէ, որ դատախազը կամ քննչական կոմիտեն իրեն ասի, պարոն Փաշինյան, այդ մարդ հանցանք չկա, եթե ինքը ասես այդ մարդը պիտի բանտարկի, ինքը կբանտարկի։ Որովհետև եւ դատախազը եւ քննչական կոմիտեն եւ մյուս իրավապահները ընդհանրապես կատարող մարմիններ են։ Հետևաբար մենք ունենք երկու ճանապարհ, կամ մենք ինքներս մեր մեջ ուժ գտնենք, համախմբվենք, հերթական ալիքի զոհը չդառնանք, կամ ընդունենք այն իրողությունը, որ Նիկոլը Հայաստանը ուղղակի վերջնականապես կործանում է։